Վերադարձան գովազդից եւ համոզված եմ, որ արդեն ձեր ձմերուկը վայելել եք եւ ժամանակն է խոսելու լուրջ թեմաներից։ Արդեն 4-րդ անգամ Դիլիջանում են հավաքվել տեղացի ու արտասահմանցի մասնագետները քննարկելու այն խնդիրները, որոնց կարող են բախվել բանկերն ու քաղաքացիները կիբերանվտանգության ոլորտում։ Կիբերանվտանգության շաբաթվա շրջանակներում Կենտրոնական բանկի ու գործընկեր կազմակերպությունների ջանքերով տեղի ունեցել Cyber-Gen համաժողովը։ Իդեպ կիբերանվտանգության շաբաթը կավարտվի Բաքբաունի միջոցառմամբ, որի նպատակն է հասկանալ, թե մեր բանկերը որքան են պատրաստ կիբեր հարձակումներին։ Մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ՏՏ եւ կիբեր անվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ կա, անվտանգ ենք այս պահին, որ դուք այստեղ եք։ Միանշանակ։ Աշխատում են մարդիկ, նորմալ է ամեն ինչ։ Եհապես ավելի կոմպետենտ մարդիկ, քան ես եմ։ Բայց դուք ղեկավարում եք այդ մարդկանց։ Խելացի մարդկանց ղեկավարելը բարդ է, բայց մարդիկ 24/7 պատրաստ են ձեր անվտանգությունը ապահովել Շատ կարևոր է դա իսկապես։ Հասկանանք, որն է կոնֆերանսի նպատակը։ Կոնֆերանսը մի յուրօրինակ հարթակ է, մի հաշվիտակ հավաքելու ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային փորձագետներին, իրենցից սովորելու, իրենց փորձը Հայաստան բերելու, հասկանալու թե ինչպիսի տենդենսներ կան աշխարհում, ուր է գնում աշխարհը, արդյոք մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, ինչպես կառավարել կիբերանվտանգության ռիսկերը, որոնք ինչպես նկատեցիք, սպառնում են բոլորին։ Ինչքանով է ակտուալ Հայաստանի համար եւ մենք, այսպես ասած, ամբողջ աշխարհի նման ուժեղ ենք կամ թույլ ենք այդ պարագայում, թե մենք այլ ենք, նրանք ուժեղ են կամ թույլ են։ Շատ լավ հարց է, մենք էլ ենք դա ուզում հասկանալ եւ եթե նայենք կոնֆերանսի մեր արդյունքները, մեր բանախոսներից մեկը բավականին լավ սլայդով ամփոփեց, Հայաստանը բավականին լավ դիրքերում է, դա չի նշանակում, որ մենք անելիք չունենք, որտեղ մենք ուզում ենք էապես ավելի լավ դիրքերում լինել, բայց մեկ փաստ հրապարակեմ, որը մեր գործընկերը հենց Հայաստանի կոնտեքստում էր փորձել ներկայացնել իր պրեզենտացիան, օրինակ, այսպես կոչված dark web-ում հասանելի տեղեկատվությունը, որ կիբերանցագործները ինչ որ տեղից գողանում են եւ վաճառում են, Հայաստանի դիրքերը ներկայացված, եթե չեմ սխալվում, 15 երկրների մեջ երկրորդ տեղում էր։ Այդ բավականին լավ ցուցանիշ է։ Այսինքն մեր տեղեկությունները այդքան պաշտպանված են։ Գիտեք ինչ, չկա ամբողջական պաշտպանություն, դա սխալ ընկալում կլինի, եթե մենք ասենք, որ որևէ կազմակերպություն, որևէ մարդ, որևէ պետություն 100%-անոց պաշտպանված է, բայց այլ հավասար պայմաններում բազմաթիվ երկրների հետ համատած ըստ ներկայացված արդյունքների, իսկ ներկայացված էր հայտնի կազմակերպության կողմից, ովքեր ունեն հնարավորություն dark web-ում նմանատիպ հետազոտություններ անել, որովհետև դա եւ գիտելիք եւ գործիքներ եւ տեխնիկա է պահանջում, այնպես չէ որ մենք միասին կարող ենք տեսնել թե dark web-ում ինչեր կան, ուստի ներկայացված տեղեկատվությունը բավականին հավաստի է եւ կարելի է հիմնվել այդ տեղեկատվության վրա։ Մեկ առնետական հարց ներողություն։ Համեցեք։ Դա ինչ է նշանակում, որ իսկապես անվտանգությունը պարզավոր մենք 100% ինչպես դուք ասացիք պաշտպանված չենք, բայց աշխատում է, անվտանգությունն է աշխատում, թե պարզապես ոչ մեկին հետաքրքիր չեն այդ տվյալները։ Թե հետաքրքիր են։ Հարցը շատ լավ տվեցիք եւ սրեցիք։ Չկա երկիր, որի տվյալները ինչ որ մեկի համար հետաքրքիր չլինեն, որովհետեւ նախ դրանք կարելի է վաճառել։ Այո։ Նույնիսկ ձեր մասին տվյալները կարելի է ուղղակի վաճառել։ Իմ մասին որ հետաքրքրված է։ Միանշանակ հետաքրքրողներ հաստատ կլինեն։ Դա չի նշանակում, որ մեր երկրով, մեր կազմակերպություններով հետաքրքրված չեն եւ կան դեպքեր, որ հենց գողանում են, վաճառում են, բայց նորից այլ հավասար պայմաններում մեր Այսինքն պետք է այդ փաստը հասկանանք, որ կան հետաքրքրվողներ եւ կա պաշտպանություն։ Միանշանակ հետաքրքրողներ կան։ Իսկ Հայաստանի բանկերում ու ֆինանսական այլ կառույցներում մենք ունենք բավարար մասնագետներ կիբերանվտանգության ոլորտում։ Տեսեք, եթե մենք նայենք վիճակագրությունը ամբողջ աշխարհում, թույլ տվեք ամբողջ աշխարհի վիճակագրությունը պրոյեկտել Հայաստանի Հանրապետության վրա։ Տարբեր հետազոտական կազմակերպություններ հրապարակում են թվեր, համաձայն որի 2024 թվականին ամբողջ աշխարհում կիբերանվտանգության մասնագետների պակասը տարբեր հաշվարկներով եղել է 2.5-ից 3 միլիոն։ Որոշները ասում են նույնիսկ 4 միլիոն։ Միայն ամերիկյան պետական հատվածում 500,000 մասնագետի կարիք կա։ Պատկերացրեցիք։ Այդքան դեֆիցիտ կա։ Այդքան դեֆիցիտ կա, որովհետև այսօր տեխնոլոգիաներն ամենուր են,
այսօր մեր կյանքը սկսում եւ վերջանում է հեռախոսի մեջ, իսկ հեռախոսը միացված է ամբողջ աշխարհին, hyperconnectivity ունենք այսպես ասած, ուստի էապես մեծացել է։ Մասնագետների մասով Հայաստանում ուրախությամբ պետք է ասեմ, որ ֆինանսական հատվածում կա բավականին շատ մասնագետներ, ինչը ցավոք չեմ կարող ասել մնացած հատվածների մասին։ Երևի լավ առիթ է ասել, որ եթե հետևել եք մեր երկրի զարգացումներին, կարող է իմացած լինեք, որ մշակվում է կիբերամտանգության մասին օրենք, ինչը հավանաբար պահանջներ կսահմանի, որ մնացած ոլորտներում, պետական հատվածում եւս ունենան առնվազն մեկ մասնագետ, ինչը լավ սկիզբ կլինի, բնականաբար մեկ մասնագետով պայքարել կիբերամտանգության ռիսկերի եւ սպառնալիքների դեմ անհնար կլինի, բայց վերադառնալով հարցի բուն խորությանը, ասեմ, որ ֆինանսական հատվածում այսօր բանկեր կան, որտեղ կա 10 մասնագետ։ Պարոն Ստեփանյան, եթե կշերքի վրա դնենք անձնական տվյալները կամ որևիցե տվյալներ եւ ֆինանսական կորուստներ, որն է ավելի կարեւոր եւ որն է ավելի պաշտպանված։ Ես հասկանում եմ, որ բանկերը պաշտպանում են ֆինանսականը, որտեղ դա կապված է ֆինանսների հետ։ Իսկ անձնական տվյալները, ինֆորմացիան եւ ոչ միայն նենց որ, չգիտեմ, իմ կամ ձեր մասին անձնական տվյալները, այլ պետական գաղտնիքներ եւ այլն, դրանք դա էլ է կիբեր անվտանգության մեջ մտնում եւ ինչքանով է ձեզ վերաբերվում, թե դուք միայն ֆինանսական կողմի, այսպես ասած, ես արդեն կարող եմ պատասխանել եք։ Ես արդեն կարող եմ պատասխանել որպես մասնագետ, որ դուք ամբողջությամբ պատկերացնեք հարցը, բավականին ընդգրկուն հարց է։ Տեսեք, նախ կարող ենք մեր հանդիսատեսին եւս հասարակության լայն անդամներին ներկայացնել ինչ ասել է կիբերանվտանգություն, որտեղ երբ որ ասում ենք կիբերանվտանգություն, տարբեր մարդիկ դրա տակ հասկանում են տարբեր բան։ Նախ կիբերանվտանգությունը դա այն ռիսկերն են, որոնք գալիս են թվային կանալներով, տարածում են թվային կանալներ, գալիս են թվային տարածությունից։ Անգլերենում բառը կոչվում է cyber space։ Դրանք այդպիսի տվյալներ են։ Օրինակ, եթե դուք ձեր անձնագիրի տվյալները, ձեր անձնական տվյալները, ինչի մասին շեշտադրեցիք, ունենաք գրված USB կրիչի վրա դնեք ձեր սեղանին ու դուրս գաք սենյակից, ես գամ այդ կրիչը գողանամ, դա cyber security չի, դա սովորական տեղեկատվական անվտանգության ռիսկ է։ Ու այստեղ է որ շատ մասնագետներ, շատ մարդիկ տեղեկատվական եւ կիբերանվտանգությունը փոխարինաբար օգտագործում են տեղեկատվական եւ կիբերանվտանգություն։ Ուրեմն կիբերանվտանգությունը դա այն երևույթն է, այն ռիսկերն են, որոնք գալիս են կիբեր տարածությունից։ Այսինքն ինտերնետից։ Մեկ բառով ինտերնետից։ Հիմա երբ որ մենք ասում ենք անձնական տվյալներ եւ ֆինանսական տվյալներ, տեսեք, հաքերները հիմնականում կիբերհանցագործները առաջինը հենց անձնական տվյալներ են փորձում գողանալ, որոնք օգնությամբ ավելի հեշտ է դառնում ֆինանսական տվյալներ գողանալ։ Եթե մեր օրենքով նայենք անձնական տվյալները որոնք են, բավականին հասկանալի գրված դրանք այն տվյալները, որոնց միջոցով հնարավոր է ձեզ միանշանակորեն նույնականացնել, այսինքն ասել դա դուք եք թե ես եմ։ Հիմա օրինակ այսօր էլեկտրոնային փոստի հասցեն հարցը անձնական տվյալ է թե ոչ։ Այսօր մարդու էլեկտրոնային փոստի հասցեով բավականին շատ տեղեկատվություն կարելի է ձեռք միայն էլեկտրոնային փոստի հասցեով։ Եթե ուզեք ես վերջում ձեր էլեկտրոնային փոստի հասցեն որ ասեք կամ 5 րոպե ժամանակ տրամադրեք ես կգտնեմ եւ որոշակի տվյալներ կարող եմ ասել ձեր մասին ինչեր կան հայտնի։ Քիչ առաջ պարոն Ստեփանյան խոսեցիք նաև տեխնոլոգիաների մասին նորարարական։ Նորարարական տեխնոլոգիաները, հատկապես արհեստական բանականությունը, որքանով է ընդգրկված պայքարի մեջ կիբերհանցագործների դեմ, թե արդյոք խանգարում է։ Շատ լավ հարց է, եւ դրա մասին կարելի է մի քանի ժամ խոսել։ Տեսեք, արհեստական բանականությունը եւ լավ գործիք է մասնագետների ձեռքում, որպեսզի կարողանան մեծ տվյալներ մշակել, պատկերացրեք, օրինակ, ինչ է կարծում, 1 րոպեում կենտրոնական բանկի ուղղությամբ քանի հարցակում կարող է տեղի ունենալ։ 5, 10, 30, 100։ Իսկ եթե դա բազմապատկենք, ասենք 10-ով, կլինի 1000, իսկ եթե օրինակի համար դիտարկենք 3 կամ 5000։ Հիմա արդյոք մարդը կարող է րոպեում 3000 հարցակումը մշակել ձեռքով։ Երբ հնարավոր չի։ Դրա համար
արհեստական բանականությունը կարելի է օգտագործել մեծ տվյալների հետ վերլուծություն առնելու, տրենդերը հասկանալու որ ուղղությամբ են գալիս ռիսկերը, ինչ են հանցագործները թիրախավորել, որտեղ ավելի շատ ուշադիր լինել։ Բայց մյուս կողմից հիմա պատկերացրեք նույն կիբերհանցագործներն են օգտագործում արհեստական բանականություն։ Ինչպես ավտոմատացնել հարցակումները։ Եթե նախկինում նույն կիբերհանցագործը ստիպված էր ձեռքով, այսպես ասած, կոդ գրել, հրամաներ գրել, այսօր դա կարելի է ավտոմատացնել։ Այսինքն արհեստական բանականությունը երկու կողմն է օգտագործում։ Եթե մի տվյալ ձեր համար մի տվյալ բացահայտեմ, որը շատ վախենալու է, լսած կլինեք այսպես կոչված zero day vulnerability-ների մասին։ Դրանք այն խոցելիություններն են, որոնք երեք հայտնի են դարձել, բայց կազմակերպությունը, որի պրոդուկտներում այսպես ասած հայտնի է դարձել, դրա մասին հնարավոր չի իմանալ։ Օրինակ, դուք օգտագործում եք Android կամ iPhone, որի մեջ արդեն կա թերություն, որը բացահայտվել է հանցագործը կիբերհանցագործը դրա մասին գիտի, ոչ Apple-ը գիտի, ոչ Microsoft-ը, ոչ մյուսը։ Նմանատիպ դեպքեր միշտ են լինում։ Եվ վերջերս արհեստական բանականության օգնությամբ հնարավոր է եղել բացահայտել zero day vulnerability։ Դա նշանակում է դուք կարող եք ձեր տանը նստել, արհեստական բանականության հետ խոսել, սովորացնել իրեն, թե ինչպես գտնել zero day vulnerability, որը շատ վտանգավոր է։ Ну, իրականում իսկապես վախենալու է, որովհետև ոչ մեկ ոչ մի բանից պաշտպանված չի եւ անգամ այն հակերները, որոնք որ օգտագործում են եւ այլ հիմնարկությունները, որոնք որ պայքարում են դրա դեմ, ոչ մեկ չգիտի թե արհեստական բանականությունը միգուցե արդեն իրար հետ պայմանավորվել են եւ ինչ-որ բաներ անում են եւ մենք չգիտենք դա ինչպես է լինելու եւ շատ արագ է այդ ամենը զարգանում։ Ինչքանով է օգնում հարաբերությունները ձեր գոլեգաների հետ եւ ամբողջ աշխարհը դա հասկանում է եւ սա երևի ամենայն քիչ դեպքերից է, երբ որ մարդիկ միավորվել են իսկապես։ Անգամ պատերազմող երկիրները ըստ երևույթի նստում են իրար հետ եւ հասկանում են, որ սա շատ կարեւոր է։ Այո, տեսեք, մեր ոլորտի մասնագետները արտահայտություն ունեն, ինչը մեր սպիքերներից մեկն էլ նշեց, ասում է վատ մարդիկ նկատի ունեն կիբերհանցագործները կիսվում են ինֆորմացիայով, ինչու լավ մարդիկ պաշտպանողները ինչու չկիսվում, որովհետև նույն հաջողությամբ ընդհանրենք մեկ կիբերհանցագործ կարող է որոշակի տվյալների շտեմարան կոտրել, այդ տվյալները գողանալ եւ կիսվել մեկ այլ կիբերհանցագործի հետ, ով էապես ավելի շատ գիտելիքներ ունի տվյալները օգտագործել եւ զարգացնել հարձակումը։ Հիմա նույն հաջողությամբ, եթե ենթադրենք իրենք հարձակվել են X կազմակերպության վրա եւ այդ X կազմակերպության թիմը արդեն նկատում է որոշակի տենդենսներ, ինչ ուղղությամբ է զարգանում, որ, չգիտեմ, ուղղություններից են գալիս, չեմ ուզում տեխնիկական բառեր օգտագործել, որ հասկանալի լինի։ Եվ եթե այդ ինֆորմացիան հնարավոր լինի հնարավորինս շուտ կիսել մեկ այլ կազմակերպության, գործընկեր կազմակերպության հետ, հետեւաբար պաշտպանությունը իհապես ավելի հեշտ կլինի։ Դրա համար, ինչպես գիտեք, կոնֆերանսի համակազմակերպիչ էր հանդիսանում նաև տեղեկատվական համակարգերի գործակալությունը Հայաստանի Հանրապետության, որը վերջերս գրանցել է AM CERT-ը։ CERT-ը դա Computer Emergency Response Team-ն է, որի հենց բուն նպատակն է հավաքել ինֆորմացիան, մշակել այդ ինֆորմացիան եւ տրամադրել բոլորին պաշտպանությունը լավ կազմակերպելու եւ իրականացնելու համար։ Պաշտպանությունը կազմակերպելու համար Հայաստանի բոլոր ֆինանսական կառույցներն ունեն մեկ պլատֆորմ, թե ամեն մի բանկ, ամեն մի ֆինանսական կառույց ունի իր առանձինը։ Տեսեք, ձեր արծի մեջ կա եւ լավ եւ վտանգավոր կոմպոնենտ։ Եթե բոլորը ունենային մեկ պլատֆորմ, անգլերեն տերմին կա կոչվում single point of failure։ Դա կնշանակեր, եթե հանկարծ այդ պլատֆորմի հետ ինչ-որ բան լիներ, բոլորը պրոբլեմ կունենայի։ Հետևաբար աշխարհում չկա տենց երկիր, որ բոլորը ունենան նույն ձևի պլատֆորմ։ Մեր բանկերը ազատ են ընտրելու իրենց պլատֆորմները եւ իրենց գործունեությունը կազմակերպելու, իրենց պրոդուկտները ներկայացնելու, այնպես էլ իրենց կիբերհամտանգությունն ապահովելու։ Յունիֆիկացիայի մասին խոսք չի կարող լինել, հետեւաբար պլատֆորմները տարբեր են։ Հարցի երկրորդ մասը, ինչքան շատ լինեն պլատֆորմները, այդքան լավ է թե ոչ, այդտեղ էլ խնդիր ունենք, որովհետեւ ինչքան շատ փոխկապակցված լինի համակարգը, այնքան ավելի բարդ է։ Շատ բարդանում է, երբ փոխկապակցվածությունը մի համակարգից մյուսն է անցնում։ Տվյալները պետք է մի տեղից մյուս տեղը գնան։ Տրանսֆորմացիայի ժամանակ արդյոք դրանք չեն փոփոխվում։ Բազմաթիվ ավելի լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Ես ուրիշ բանի մասին եմ այս վերջերս շատ ավելի շատ մտածում, քանի որ այն աշխարհը, այն
տիեզերքը, որը որ կամաց անդադարում է թվայնացված, digital, այնտեղ այդ տիեզերքում շատ դեպքերում կամ դեռ քիչ դեպքերում մեկ էլ տենում ես ինչ որ անալոգային բաներ են բսնում։ Ձերքի աշխատանքն է սկսել էլի նորից մարդկանց մոտ գնահատվել, փայտյա, չգիտեմ, աթոռներ, սեղաններ, որոնք որ ձեռով են մշակում, կարող է սկսենք վերադառնալ կամ ստեղծվեն այդպես բուտիկ բանկեր, որտեղ որ չի լինի համակարգիչ, որը որ ինտերնետի հետ կապված չի լինի, որովհետև անհնար է պաշտպանվել ամեն ինչից, որովհետև անդադ այդ ամենը գալիս է եւ կլինեն հին ու բարի բանկերը, որտեղ որ մարդիկ թղթով կգրեն, չգիտեմ, գրանցեն, մարդուն ճանաչեն եւ այլն։ Կա այդպիսի վտանգ կամ մտածում ենք դրա մասին աշխարհը։ Անկեղծ ասած չեմ տեսնում անվտանգ, որովհետև այն տեխնոլոգիական հեղափոխությունը, որը սկսվել է բացարձակ իմ պատկերացումով, իմ համեստ կարծիքով հնարավոր չի այդ անունը հետ տանել։ Մեկ օրինակ բերեմ, որպեսզի պարզ լինի ձեր համար։ Մինչև հիմա կան մարդիկ, ես բարբերաբար երբ որ փոստային ինչ որ առաքում եմ, առաքանի եմ ստանում եւ գնում եմ վերցնում, տեսնում եմ մարդիկ կան, ինձանից մի քիչ ավելի ավագ, ովքեր գնացել են պոչտա փոստային բաժանում, որպեսզի օրինակ, չգիտեմ, ջրի վարձը վճարեն։ Այո։ Հիմա պատկերացրեք ձեր բալիկները, ովքեր կարող են լինել ընդհանրեն 20 տարեկան, ու դուք իրեն ասեք գնա Դա չի պատկերացնում։ Չի, իհարկե, որովհետև ունի հեռախոս եւ կյանքը այստեղ է։ Իր ֆինանսներն այստեղ է, իր ամեն ինչ այստեղ է։ Վաղուց մենք ունենալու ենք թվային անձնագիր, որ լինելու այստեղ։ Շուտով ունենալու ենք հենց հոսանքը գնում է եւ զարյատկա չենք ունենում կամ, չգիտեմ, ինտերնետը կորում է, մենք չենք կարող եւ արդեն պանիկայի մեջ ենք ընկնում։ Ասում ենք, ես ոնց է, պիտի բան առաքեին, փոխանցումը ստացան, ինչ, այսինքն նրանք էլ դրանից են նեղվում։ Այո, ես վերջերս ինձ բռնեցի մի մտքի վրա, չեմ հիշում մեքենայով ուր էի գնում ու խոսում էինք ես ու իմ ուղեկիցը թե ինչպես էին մեր ծնողները մեքենայի մեջ միշտ ունենում սովետական միության ժամանակ իշեք մեծ քարտեզ կար այո, բացում են ու ես գիտի հիմա երբ որ Google-ը մեզ չի ասում հաջորդ խաչմերուկից թեքվի աչ հաջորդից չէ 500 մետրից քեզ ասի դու արդեն սկսես այո Պարոն Ստեփանյան, քանի որ խոսեցինք մարդկանց մասին, հասկանանք քաղաքացիները որքանով են իրազեկված կիբերհանցագործություններից եւ որքանով են պաշտպանված արդյոք որևէ միտեղ իրենց տվյալները լրացնելով, որը հիմա շատ տարածված է, իրենց խանգարում են եւ վնասում։ Տեսեք, ինչքան շատ լինեն տեղեկացված, բնականաբար այնքան հեշտ կլինի իրենց պաշտպանել չարագործներից։ Այսօր հանցագործները էապես լավացրել են իրենց խաբելու մեթոդները։ Եթե մենք պատկերացնենք մարդուն որպես համակարգ, յուրաքանչյուր համակարգ ունի իր թույլ կողմերը։ Ցանկացած մարդ թույլ կետերը ունի իր թույլ կետերը միանշանակ։ Եթե մարդ ունի որոշակի նախասիրություններ եւ օրինակ այդ նախասիրությունների մասին գրում է որևէ սոցիալական կայքում, դա իմ համար հասանելի է, ես կարող եմ տեսնել մարդու նախասիրությունները։ Ես օրինակ իմ վրա օրինակը բերեմ, որ ձեր համար պարզ լինի։ Նույն կիբերանվտանգությունը իմ նախասիրություններից, իմ թույլություններից մեկն է։ Ես մշտապես կարդում եմ ինչ-որ բաներ, չգիտեմ, հետևում եմ, ինձ տարբեր ուսանողներ գրում են ինչ-որ հարցեր են, կիսվում են, տարբեր հարցեր են տալիս։ Երբ որ ինչ-որ ուսանող, օրինակի համար, չգիտեմ, այլ երկրից նամանավանդ գրում է ու մի քիչ մեզ շոյում է, լավ, ես հետևում եմ, չգիտեմ, գիտեմ որ դու լավ մասնագետ եք այո մեր ականջները շոյում է մարդը ունի էգոիստական թուլանում է ու ընդհանրապես ձեզանից ինչ-որ բան է խնդրում որ չգիտեմ ինչ-որ բան անեք ինչ-որ լրացուցիչ ինֆորմացիա իրան տակ եւ ստեղծում է կոնտակտ ստեղծում է վստահություն եւ երկրորդ երրորդ շփումից հետո on-line դուք արդեն ոնց որ մոռանում եք որ հնարավոր է այստեղ ինչ-որ ռիսկային բան լինի հիմա Երբ որ մարդուն օրինակ զանգում ու համոզում են ինչ-որ բան անել եւ այդ մարդը անում է, դա նույնն է, թե հիմա ես ասեմ ձեր պորտմանը ձեր մոտ է, կբացեք մի հատ, հա, բացում եք, ասում մեջ ինչքան փող ունեք, կարող է դոլար ունեք, հա, մի հատ իսկ կտակ, տալիս եք, կարող է եվրո էլ ունեք, եւ իսկ հայկական ամենամեծ դրամանիշը որն է, մի քանի հատ էլ դրանից տվեք, ու դուք տալիս եք, ու հետո բողոքում եք ասում եք, բայց ես չգիտեի որ չպետք է դայի Դա այն բանն է, որ մենք իմ կարծիքով պետք է մանկապարտեզից սովորեցնենք, մանկապարտեզից, որովհետև իմ համար տեղեկատվությունը ուտելիքի նման բան է,
ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, մենք մեր երեխաներին սովորացնում ենք, օրինակ, որ հաց ընկավ գետնին, չէ՞, 2 տարեկան երեխան արդեն հասկանում է, գետնից հաց չեն վերցնում, բերան դնում, ինչև այդ չի հասկանում։ Նույնն էլ հիմա մենք պետք է կարողանանք մեր երեխաներին մանկապարտեզից սովորեցնել, թե տեղեկատվությունը ինչպես են ուտում, դա ինչ ուտելիք է։ Ու եթե կարողանանք հիմիկվանից, պետք է 3-վանից, չէ, շատ առաջվանից 2000-ականներից պետք է կարողանայինք, եթե ոչ 90-ականներից դա անել, ապա լավ է ուշ, քան երբեք, այո, անգամ այսօր ուշ չի սկսել, որովհետև իսկապես մենք կարող ենք փորձել պաշտպանել այն վտանգներից, որոնք որ մեզ վաղը սպասում են, եթե սկսենք այսօր։ Եթե վաղը սկսենք, արդեն վտանգները ցավոք սրտի մեզ վտանգները ազդած կլինեն։ Մեզ կերած կլինեն։ Պարոն Ստեփանյան, կոնֆերանսը արդեն 4-րդ անգամ է տեղի ունեցել եւ ըստ վիճակագրության այս տարիների ընթացքում ինչպիսին է պաշտպանվածության մակարդակը, արդյոք իր արդյունքները դրական տալիս է կոնֆերանսը, թե ոչ։ Անմիջական արդյունքների մասին դժվար է ասել, արդյոք կոնֆերանսն է տալիս թե ոչ։ Առնվազն մեկ արդյունքի մասին կարող եմ ասել։ Այս տարի մենք ունեինք բազմաթիվ ուսանողներ, ովքեր եկել էին մասնակցելու, ինչը շատ ուրախալի երևույթ է, ուրախացնող երևույթ է, նամանավանդ հաշվի առնելով մասնագետների շատ սուղ պակասը։ Եվ եթե հաշվի առնենք, որ օրինակ Դիլիջան գնալու համար մարդը պետք է առավոտ ժամը 7-ին արթնանար, գնար քաղաք, քաղաքի կենտրոնից 1.5 ժամ տանջվեր գնար Դիլիջան ու երբ որ տեսնեիք դահլիճում ընդհանրենք 300 գումարած 300 պլյուս մարդ կար, իսկապես ուրախացնող էր։ Ինչպիսի էֆեկտ է տվել նախորդ 3 տարիները, այս կարճ ժամանակի մեջ դժվար է ասել, սուտ բան չասեմ։ Իսկ բոլոր ֆինանսական կառույցներից ներկայացուցիչները պարտադիր էին մասնակցության համար, թե նախընտրությամբ։ Կամավոր պարտադիր։ Ծեծելով ոչ մեկ ինչ չենք վերում, խնդրում ենք որ գամ, իզեց պետք է մարդիկ գիտակցելով են գալիս, ավելին ասեմ, կոնֆերանսի ռեգիստրացիան փակվել էր ամսի 12-ին, որովհետեւ մենք էլ հասկանանք քանի մարդ է գալիս, որովհետեւ դահլիճի հնարավորությունները սահմանափակ էին։ Բայց մեզ զանգում էին, մենք չենք հասցրել գրանցվել, մենք էլ ենք ուզում գանք տարբեր տեղերից, պետական տարբեր հիմնարկներից, տարբեր մասնավոր կազմակերպություններից զանգում համար շտապեք մի քիչ ավելի արագ զանգեք։ Ես վերջին հարցը ուզում եմ տալ եւ հասկանալ, բայց ասում ենք, որ մասնագետները քիչ են, բայց դա պարադոքս է, չէ, որովհետեւ իրականում սա արդիական մասնագիտությունը, լավ արձակրվող մասնագիտությունը, իսկ ինչու են քիչ։ Հակերներն են շատ։ Թեկուցի համալսարաններում ուսումն է ավելի բարդ այս առումով։ Եթե մեր երկրի վրա օրինակը բերեմ, հետո կարող ենք պրոյեկտել հիմա աշխարհում բավականին դրական դինամիկա կա մասնագետների պակասը լրացնելու, ինչը ցավոք Հայաստանում չեմ տեսնում։ Տեսեք ժամանակին 2010-ական թվականներին էր, երբ որ մեր կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարեց որպես գերակաճյուղ, ես կարծում եմ այդ ժամանակ մեր ակադեմիական հանրությունը ճիշտ չարձագանքեց, չհասկանալով, որ դա եւ կառավարությունը ինչ որ ուղղություն համարում է գերակաճյուղ, կրթությունը, ակադեմիան, համալսարանները պետք է անմիջապես արձագանքեն։ Հենց հիմա այս տարի ֆրանսիական համալսարանում ինքս դասավանդում եմ, մինչ այդ ամերիկյան համալսարանում էի դասավանդում եւ փորձում եմ հնարավորինս անել, որպեսզի Այսինքն մենք անգամ չունենք ինչ որ բուհեր, որտեղ որ այդ մասնագետները կպատրաստեն, գիտեք, ունենք բուհեր, եթե մի քիչ ավելի բացենք փակագծերը, բուհեր կան, որոնք ընդհանրապես կապ չունեն կիբերանվտանգության հետ, բայց ունեն կիբերանվտանգության ֆակուլտետ։ Նայում ես այդ բուհի պրոֆիլը լրիվ ուրիշ է, բայց քանի որ իսկապես շատ մեծ պահանջարկ կա, շատ հետաքրքիր է, ունենք կիբերանվտանգության կուրս, բայց օրինակ չունենք իմ տեղեկատվությունների համաձայն չունենք կիբերանվտանգության ամբողջական մագիստրատուրա, այսինքն որ մասնագետը 2 տարի առավոտը Ցիրիկուն գնա մագիստրոս եւ շատ քիչ են դասախոսական կադրերը, ովքեր պատրաստ են տանջվել եւ դասախոսել տարբեր համալսարաններ։ Դե ունենք խնդիրներ, որոնք որ հուսանք կլուծվեն, բայց պետք է ուզում եմ ասել տարիների ընթացքում, բայց ժամանակ չունենք, որովհետեւ շատ արագ է ամեն զարգանում։ Այս ընթացքում միջև մենք զրուցում ենք կենտրոնական բանկի վրա հազարավոր հարձակումներ տեղի ունեցան, բայց տեսեք որ մարդիկ պաշտպանում են թե մեր ֆինանսները, թե մեր անվտանգությունը անձնական։ Եվ սա
նույն անվտանգությունն է, որ ձեզ ինչ որ մեկը փողոցում մութ տեղը արտճանը կհանի, դնի ձեր վրա եւ ասի ձեր գումարը տվեք ինձ։ Նույն բանն է, այո։ Նույն անալոգիա։ Ստրեսը նույնն է։ Ստրեսը նույնն է։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ՏՏ եւ կիբերանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։ Մենք դադարեցնում ենք մեր եթերը երաժշտությամբ։ Այո, այս ընթացքում մտածեք ձեր կիբերանվտանգության մասին։ Կամ մի բան արեք դրա հետ։ Գնացինք երաժշտություն Շանթի եթերում։